խորքում, շատ լավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիան շարունակում է ընդլայնել գործունեության շրջանակը։ Շուտով մեր երկրում կանցկացվեն խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ, որոնք Հայաստան կբերեն աշխարհի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչների։ Ասոցիացիայի նախագահ Գագիկ Ծառուկյանին կառույցի փոխնախագահ Ազատ Մուրադովը ներկայացնում է տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների եւ ֆեդերացիաների նախագահների հետ հանդիպումների արդյունքները։ Նա վերջերս մասնակցել էր Եվրոպական օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեային։ Форум, который мы в апреле провели. Նախ ցանկանում եմ նշել, որ մեր գործընկերները տպավորված էին ապրիլին Երևանում անցկացված ֆորումով եւ անհամբեր սպասում են հերթական այցին։ Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, այդ թվում ձյուդոյի եւ տարբեր այլ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք այստեղ մեծ մրցաշարեր անցկացնելու տարբերակներ։ Բոլորը հավանություն են տվել եւ հետաքրքրված են մասնակցությամբ։ Նախնական հաշվարկով Հայաստան կժամանեն եվրոպական ու ասիական 115 երկրի ներկայացուցիչներ։ Զգացվում է, որ աշխատանքդ արդյունավետ է։ Ամենակարևորը վստահելի ու ամուր կապերն են։ Պատրաստ եմ ամեն հարցով աջակցել։ Պետք է արագացնել կազմակերպչական աշխատանքները, որ մեր հյուրերին ընդունենք ամենաբարձր մակարդակով եւ հերթական անգամ արժանանանք միջազգային հանրության բարձր գնահատականին։ Գագիկ Ծառուկյանն ու Ազատ Մուրադովը քննարկում են նաև Հայաստանում Եվրասիական մարզական բժշկության եւ վերականգնողական կենտրոն ստեղծելու գաղափարը։ Նմանատիպ կենտրոններ կան միայն Գերմանիայում եւ Իսրայելում։ Տարածաշրջանում այն մեծ պահանջարկ ունենա։ Շատ հավաքականներ կգան նաև Հայաստան։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։